Մեր շուրջ տեղի ունեցողը ոչ չարախնդության, ոչ հույզերի թեմա է։ Իրանում տեղի ունեցող զարգացումները հերթական անգամ մեզ հիշեցնում են մի պարզ ճշմարտություն։ Աշխարհում անվտանգությունն ու ազդեցությունը կառուցվում են ոչ թե հայտարարություններով, այլ կարողություններով, տնտեսությամբ, դիվանագիտությամբ, գործընկերային համակարգերով։ Այսօր Հայաստանը Իրանի հետ ունի կարևոր, բայց սահմանափակ հարաբերություններ։ Էներգետիկ փոխանակում, տարանցիկ ճանապարհներ, տարածաշրջանային հավասարակշռության ընդհանուր շահ, բայց Իրանի օրինակը նաև ցույց է տալիս, որ մեկ գործընկերոջ հետ անվտանգություն չի կառուցվում եւ մեկ ուղղությամբ կախվածությունը միշտ ռիսկ է։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լինել որևէ բևեռի կցորդը։ Մեր անվտանգությունը բազմավեկտոր է կամ այն չկա։ Ինչ պետք է անի Հայաստանը։ Հայաստանը պետք է փորձի պահպանել Իրանի հետ կայուն, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, միաժամանակ խորացնելով կապերը Եվրամիության, Միացյալ Նահանգների, Հնդկաստանի եւ այլ գործընկերների հետ։ Սա ճիշտ ուղղություն է։ Ավելին, Հայաստանը պետք է արագացնի տրանսպորտային եւ էներգետիկ կապերը, պետք է դառնա իրական միջանցք Սև ծովից դեպի Պարսից ծոց, պետք է մեծացնի սեփական պաշտպանական եւ տեխնոլոգիական կարողությունները եւ ամենակարևորը, պետք է ձևավորի ինքնուրույն արտաքին քաղաքական սուբյեկտայնություն, ոչ թե արձագանքող դիրք։ Իրանի օրինակը մեզ ասում է, աշխարհը հարգում է ուժեղներին եւ հստակ դիրքավորվածներին։ Հայաստանը պետք է լինի հենց այդպիսին, խաղաղություն փնտրող, բայց հաստատակամ, անսասան դիրքով համագործակցող, ինքնուրույն որոշումներ կայացնող, տարածաշրջանում համագործակցության հարթակ, ոչ թե փակ պատ։ Եթե ուզում ենք անվտանգ Հայաստան, պետք է պահանջենք պետություն, որն ունի ամուր աշխատող ինստիտուտներ, ռազմավարություն, կարողություն եւ գործընկերներ։ Սա ընտրության հարց է, եւ այդ ընտրությունը սկսվում է մեզնից։